Երբ որ ես դպրոցներ եմ գնում, մեր ծնողներին խնդրում եմ ամեն ինչից առաջ, որ դուք լավ գեղեցիկ հագցնում եք, կերցնում եք, շատ լավ տեղեր եք տանում պտտելու, դրանից առավել ձեր երեխաներին աղոթել սովորեցրեք, հոգևոր դաստիարակություն տվեք, որպեսզի ձեր երեխան հետո շնորհակալ նախ ձեզ լինի, հետո ձեր տվածը փոխանցի իր սերունդներին։ Եթե ոչ, իսկ անշնորհակալ մարդ է, որ մեծացավ այս աշխարհի մեջ, դրանից ավելի վտանգավոր բան չկա մեր կյանքի մեջ։ Ընտանիքի ամրությունից է կախված նաև պետության հզորությունը, թե չկա ամուր ընտանիք մեր մեջ, չկա առողջ ընտանիքներ, չի կարող նաև առողջ հասարակություն լինել մեր կյանքի մեջ։ Երբ որ նորապսակները գալիս են, ես իրենց պետք է ամուսնացնեմ, առաջին պայմանը միասին պատարագի գալ եւ աղոթելն է։ Եվ ինչ է, եթե տղան ու աղջիկ իրար հետ չեն աղոթում, այսինքն այդ աղոթքի լեզվով իրար հետ չեն խոսում, ուրիշ լեզվով չեն կարող այդ առողջ խոսել անդադար։ Աղոթքն է, որ բերում է երկուսին մեկ է դարձնում։ Հիմա մենք երեխային ասում ենք աղոթել սովորեցնենք, բայց երեխան տեսնում է, որ մենք տանը չենք աղոթում։ Մենք իրեն սովորեցնում ենք, բայց մենք չենք աղոթում։ Տանը միայն աղոթել սովորեցնելով հայրերը կամ մի քանի աղոթ սովորեցնել, դու երեխային չես կարող աղոթել սովորեցնել, եթե դու ինքդ պարբերաբար այդ ամենի մեջ չես։ Դու քո երեխային նաև եկեղեցի չես բերում, քո երեխայի ոտքերը չես վարժեցնում եկեղեցու գնալ փոքրից։ Այ օրինակ մի կին գալիս է մի ճգնավորի մոտ, ասում է, երբ սկսեմ իմ երեխայի հոգևոր դաստիարակությունը, ասում է երեխատ ինչքան, ասում է 6 ամս եկան, ասում է արդեն 6 ամիս ուշացել ես։ Ուրեմն դու մանկուց պիտի երեխայի մեջ դա դնես, ոչ թե որ ինքը մեխանիկ կարող են ասի, հետո մոռանա, դու չլինես, ինքը չաղոթի, այլ դա մեր կյանքի կարևոր պայմանը պիտի դառնա, ընտանեկան ջերմության մեջ։ Նստեցին հայրը, մայրը, երեխաները, միասին պիտի շնորհակալություն հայտնեն այդ ուտելու համար։ Երևի միասին պիտի աղոթեն, փառք տալ Աստծուն, որ այսօրն էլ ապրեցինք։ Այսինքն այդ ընտանեկան ջերմությունը եւ աղոթքի շուրջ է ձևավորվում։ Իսկ եթե դու նաեւ աղոթքից բացի սուրբ գիր պիտի կարդաք, ցավոք սրտի այսօր ում տունը որ մտնում ես, անպայման Աստվածաշունչ կա դրված, բայց տան անդամներից որևէ մեկը չի կարդում այդ Աստվածաշունչը, հատկապես տղամարդիկ ընդհանրապես չեն մոտենում այս սուրբ գրքին, վախենում են կարծես իրենց մեղքերը տեսնել, եւ եթե դու չես կարդում, մի քանի անգամ վերցնում ես տան փոշիների մեջ հավաքում ես, փոշին սրբում ես, նորից գիրքը դնում ես տեղը, դու չես կարող երեխային հոգեվոր դաստիարակության բերել։ Իսկ երբ որ հոգեվորը չկա, աշխարհիկ ամբողջ ինֆորմացիան, հատկապես այսօր Instagram-ը, TikTok-ը, որ շատ այսօր երիտասարդության մեջ տարածված է, աղբը գալիս լցվում է մարդու մեջ, եւ մարդը արդեն չգիտի, որ դրանից ավելի գեղեցիկ բան կա աշխարհի մեջ։